Երբ որ խոսում ենք Վրաստանով անցման եւ Ռուսաստան գնացող եւ հակառակությամբ եկող, ուրեմն բեռնափոխադրումների մեջ ապահովումների ձգձգումների մասին, պետքա թերևս այլ ուրիշ բան էլ ասել, բայց կարծում եմ 3 շերտ առանձնացնել։ Շերտ համար 1 իրավական կարգավորումները, ուրեմն այդ 90 օրվա մասին եմ խոսում։ Տրամաբանական է գոնե հերթում անցկացված, գուցե տրամաբանական մասնագետներ թող ասեն, արժի գումարել այդ մի ամիս հերթում սպասել թե չէ, բայց 90 օրը սա Ռուսաստանի Դաշնության սահմանած կարգավորումն է։ Մենք կարծում ենք, որ սա ակնհայտորեն, ես արդեն ասեցի քիչ առաջ, սա հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին, եւ սա մի թեմա է միանշանը։ Նույն բանն եմ ասում, հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին, եւ սա մի թեմա է, որը այս պահին էլ քննարկվում է ռուսաստանյան մեր գործընկերների հետ, ընդ որում մի թեմա է, որը չի վերաբերում միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, այլև վերաբերում Ռուսաստան այլ երկրներ հարաբերություն ԵԱՏՄ մյուս անդամներին, այսինքն սա մի խնդիր։ Այս ուղղությամբ ջանքերը այլ են։ Խնդիր, հնարավոր տեսական խնդիր համար 2 կամ երկրորդ շերտը, երբ որ ապօրինի ձգձգումներ են արվում։ Սրան կարող են արձագանք լինել եւ դիվանագիտական ջանքերը, եւ կարան լինեն ուրեմն գերատեսչություն տարբեր ոլորտային գերատեսչությունների միջև կոնտակտներ եւ այն եւ արվում են եւ հնդածս լուծվում են։ Բայց շատ ուղիղ եմ ուզում ասել, եթե մենք կարծում ենք, որ այդպես չի, բայց եթե տեսականորեն չի կարելի բացառել, որ այս հապաղումները այս կամ այն երրորդ կողմի կողմից, քննարկված երկրների կողմից ունեն որոշակի միտում, ունեն քաղաքական նշանակություն, կիրառվել իբրև լծակ Հայաստանի վրա այս կամ այն քաղաքական դիրքորոշման համար կամ այդ դիրքորոշման հասնելու համար։ Եթե սա է իմաստը, եթե որևէ երրորդ երկիր մեր բեռնափոխադրումները արհեստականորեն պիտի խոչընդոտի, որպեսզի մենք դառնանք ավելի, չգիտեմ, հակված այս կամ այն կարծիքին կամ ունենանք այս կամ այն վարքագիծը, ապա այս քաղաքականությունը թերևս այդքան էլ հեռանկարային չի, որովհետև մենք շատ ճկուն ենք, մենք շատ հավատարիմ ենք մեր գործող գործընկերություններին, մենք շատ ուզում ենք խորացնենք մեր հարաբերությունները մեր գործընկերների հետ տարբեր ուղղություններով, բայց իհարկե այդ ջանքերը չեն կարող լինել մեր ինքնիշխան իրավունքի հաշվին, լավ ավելի լայն ասեմ, մեր ինքնիշխանության հաշվին այս կամ այն հարցում ունենալ այսինչ կամ այնինչ դիրքորոշում։ Հետեւաբար, եթե արհեստական է եւ դա ինքնիրավչություն է այդ մաքսակետում գտնվող X մաքսավորի կողմից, սա կունենա քաղաքական լուծում։ Եթե արհեստական է եւ ունի քաղաքական դրդապատճառ, այսպես ասած, շանտաժ Հայաստանի վրա, սա հեռանկարային չի։ Եվ երրորդ շերտը ես կուզեի առանձնացնել, մտածենք իրավիճակ, որ ոչ 90 օրն է խնդիր, ոչ արհեստական ձգձգում կա, որտեվ ուզում են մեծ շանտաժի անել, ոչ արհեստական ձգձգում կա, որտեվ X երկրի մաքսավոր ուզում է կաշառք ստանա եւ այլ ուղակի են ինչ որ գրվում է թղթում, այս ապրանքը չի համապատասխանում այդ նկարագրին ինչ որ տարվում է։ Դիցուկ օրինակ մի քանի օր առաջ խոսվեց, գրված է կոնյակ, բավանդակություն այդքան է կոնյակ չի կամ գրված է, չգիտեմ, կատնամթերք, բայց բովանդակությունը մի քիչ ոնց որ կաթի բաղադրիչը այդ X ապրանքում չի համապատասխանում սահմանված տոկոսին եւ այլ, ես հիմա չեմ ուզում տարբեր հնարավոր բաներ ծվարկել, բայց կարող են նաև լինեն այսպիսի իրավիճակներ, ես այդպիսի իրավիճակների համար իմ պատասխանն է նա, որ այստեղ չի կարող Հայաստանի Հանրապետության կառավարությունը անընդհատ վերցնի զանգի խնդրի ընդունել եւս 10 բեռնատար մի ապրանքի, որ այդքան էլ այդ ապրանքը չի եւ այլն։ Սա մի օրվա լուծում է, սա 10 օրվա լուծում է, սա մի ամսվա լուծում է, բայց երկարաժամկետ ռազմավարական առումով այս ճանապարհը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի եւ մեր տնտեսությանն էլ օգուտ չի լինի, լավ է 10 բեռնատարն էլ անցան, դրանով մեր տնտեսությունը ինչ ազդեցություն ունեցավ, ինչ զարգացավ, չզարգացավ եւ այլն։ Այս էլ երրորդ շերտը, երևի այսքանով այս թեման կոնկրետ համարենք սպառված, իհարկե մասնագետները մի քիչ ավելին կունենան այստեղ ասելու, քան հենց արտաքին գործերի նախարարը։